Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բաքվի թուրք եղբայրները գոհ են խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունից։ Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից Օմեր Չելիք անունով մի չինովնիկ փափուկ դիվանագիտական խաղ է անում շոյում կողմերին, թե լավ գործընթաց են սկսել, միևնույն ժամանակ ընդգծելով Երևանի կողմից Բաքվի պահանջների կատարման կարևորությունը, ձևակերպելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նոր թափ հաղորդելու համար։ Մի կողմից շանտաժ է անում, մյուս կողմից լեգիտիմացնում ադրբեջանական անհիմն պահանջները։ Հայաստանի համար կարևոր կլինի փոխել որոշ օրենքներ կամ սահմանադրական հոդվածներ, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ։ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրանք այլևս անելիք չունեն։ Նրանք չեն նպաստել խնդրի լուծմանը։ Երբ սրանք տեղի ունենան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա։ Ուղիղ են ասում բավարարեցիք մեր ադրբեջանցի եղբայրների ախորժակը, մենք էլ մեր հերթին կսկսենք երկխոսել։ Աշխարհի շատ երկրներ արձագանքեցին Երևան-Բաքու գործընթացին, բայց միայն Թուրքիան ասաց, թե պիտի նախապայմաններն էլ Հայաստանը կատարի ու այդպիսով կողմերը հասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Թուրքագետն ասում է, այս իմաստով նոր բան չկա։ Թուրքիան իր եղբայրական պարտքն է կատարում Ադրբեջանի նկատմամբ։ Նույնն է նրանց տարածաշրջանային ձգտումները, հատկապես Միջանցք կոչվածի հարցում, թեև Անկարան կրակի վրա յուղ է լցնում, բայց կուլիսներից խաղում է։ Նրանց տեսակետները ամբողջությամբ համընկնում են, բայց այնուամենայնիվ նրանք չեն կարող գնալ միջազգային հարաբերությունների, ասենք, այդ ամբողջ բարդ համակարգում անդադ ներկայացնել, որ մենք միասին ենք։ Իհարկե դիրքորոշումն այսպիսին է, որ դուք համաձայնեցրեք Հայաստան եւ Ադրբեջան։ Ինչին համաձայնեցնեք, ես համաձայն եմ։ Այսօր շատ դիվանագիտական, այսպես քայլ է, դիվանագիտական մոտեցում է։ Ադրբեջանն էլ իր ունեցած լծակներով փորձում է հասնել որոշակի ազդեցության։ Դեռ վաղուց է Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել ադրբեջանական գործոնով ու սրանք իրարից անջատել, առանձնացնել հայկական դիվանագիտությունը։ Փաստորեն անզոր է այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողել պարզել հարաբերությունները ադրբեջանական կողմի հետ։ Իրականում իհարկե նորմալ չի ընդհանրապես, որ մի կողմը մի երրորդ երկրի հետ հարաբերությունները պայմանավորում է մեկ այլ երկրի հետ հարաբերություններով ու փակում է սահմանը 30 տարուց ավել։ Բայց քանի որ մենք այստեղ գործ ունենք իրենց խոսույթի հետ, այդ մեկ ազգ երկու պետություն, ստացվել է փաստացիային պատկերը ինչ որ կա։ Մինչև մենք Մարգարայի կամուրջը վերանորոգել ու սպասում ենք թուրքական քաղաքական բարեհաճության այն գործարկելու, թուրք լրագրողները խմբով գալիս են Երևան, վերադառնում եւ Անկարայում Երևանը Երևան դարձնում։ Ինչ ճակատագիր կունենան մեր երկրում առաքելություն իրականացնող Եվրամիության դիտորդները, ինչքան կմնան։ Նրանց մանդատը նախորդ ամիս 2 տարով երկարաձգվեց։ Իսկ օրեր առաջ էլ Հայաստանը հայտարարեց, թե համաձայնել են նրանց հեռացնելու ադրբեջանական պահանջին։ Դիտորդները եկել են նպաստելու խաղաղության ու կայունության գործընթացին, հայ-ադրբեջանական սահմանին։ Նրանց վերահսկողությունից ի վեր էական էսկալացիաներ չեն եղել, արձանագրում է Հայաստանի գլխավոր դիվանագետը։ Ու շտապում կանխել մտահոգությունները։ Հիմա չեն հեռանա, կմնան այնքան, քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը։ Հիմա եթե մտավ ուժի մեջ, խաղաղությունը հաստատված է, հետևաբար մենք Եվրամիության մեր գործընկերների հետ երևի պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել։ Խոսքը զուտ սահմանին, այդպես ինչպես մյուսներն սիրում ասել, հեռադիտակային դիտարկման մասին։ Եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի ու իրականում երկու երկրների միջև խաղաղություն հաստատվի, ոչ թե միայն փաստաթղթով, այլ նաև հողի վրա, այո, դիտորդները կարող են հեռանալ, ասում է քաղաքագետը։ Այսպիսով կստացվի, որ սահմանային իրավիճակը հանգիստ է, դիտարկելու, ուսումնասիրելու ոչինչ չկա։ Խաղաղության պայմանագիրը ստորագրի իրոք դիտորդներ պահելու իմաստը չկա, բայց ամբողջ հարցն այն է, թե արդյոք կստորագրվի այդ համաձայնագիրը, թե ոչ։ Ես վստահ եմ, որ չի ստորագրվի, այլևս տարբեր պատճառներով այսպես տորպեդարելու է գործընթացը։ Քաղաքագետը համոզված է, որ եթե անգամ Հայաստանը ընդառաջ գնա ադրբեջանական թվացյալ վերջին պահանջին ու անգամ սահմանադրությունը փոխի, ապա դարձյալ Ալիևը գործընթացը կտանի նոր փակուղի, առաջ բերելով նոր պահանջներ։ Խաղաղության պայմանագիրը կապում է Ալիևի ձեռքերը, որն իհարկե իրեն ձեռնտու չէ։ Միգուցե նա բոլոր երեքը միասին։ Առաջին Ռուսաստանի խոսքը տվել, որ չի գնալու համաձայնագրի ստորագրմանը, երկրորդ նա կարծում է, որ Հայաստանը շատ թույլ է եւ ապակա տասնամյակների ընթացքում չի կարող որևէ կերպ մրցակցել Ադրբեջանի հետ սպառազինությունների գնման, տնտեսության մեծության հարցում եւ փորձում է ավելի շատ բան կորզել։ Եվ երրորդ տարբերակն է, որ նրան պետք չէ խաղաղություն, որպեսզի լինի մշտապես արտաքին թշնամու կերպար, իր սեփական ժողովրդին ավելի շատ թալանելով։ Այսպիսով վաղ է քննարկել դիտորդների հեռացման հարցը, քանի որ թե պայմանագրային փաստաթղթավորված եւ թե առավել եւս իրական խաղաղությունը այդքան էլ մոտ չէ։
Պարզ է, Բաքուն պահվածքն ու հռետորաբանությունը չի փոխել, Ալիևի երակներում նույն բռնապետերին բնորոշ արյունն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ եւ քննարկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին եւ Սիրիայում կայունության վերականգնման ուղղված ջանքերը։ Էրդողանը Թրամփին վստահեցրել է, որ Թուրքիան աջակցում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու նրա վճռական եւ ուղղակի նախաձեռնություններին եւ Թուրքիան կշարունակի ձգտել արդար ու կայուն խաղաղության, ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը խոսել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները դադարեցնելու, Անկարայի եւ 16-երի գնման գործընթացն ավարտին հասցնելու եւ F-35 ծրագրին Թուրքիայի մասնակցությունը վերականգնելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մարտակերտի շրջանում հաստատված ադրբեջանցիների հետ հանդիպմանը հոխորտ տալով հայտարարել է, որ համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ոչ ոք չի հասել այնպիսի միանշանակ եւ լիակատար հաղթանակի, ինչպես Ադրբեջանը։ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրմանը, հայտարարել է պաշտոնական այցով Բրազիլիայում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Իր պաշտոնակցի Մաուրո Վիեյրայի հետ ասուլիսում Միրզոյանն ասել է, որ վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել հրադադարի խախտումների հետ կապված, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի, նշել է Միրզոյանը։ Ադրբեջանի պահվածքը նորություն չի, միշտ էլ երբ որ իրենց պետք է եղել, ապա տեղեկություն են տարածել ու հիմա էլ շարունակում են նույն իրենց նպատակները, գոնե ինչ որ լարվածության օջախ պահեն Հայաստանում եւ դա իրենց հաջողվում է, որովհետեւ հիմա մենք այդ ենք քննարկում, բայց դա խաղաղության օրակարգի մեր պատկերացումների մեջ չի տեղավորվում, դա է խնդիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է իշխանական падգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ադրբեջանն ունի առավելություն եւ նա իր խոսույթը դնում է հաղթողի դիրքերից։ Գուցե տարիների ընթացքում Ադրբեջանի ներկայիս ղեկավարն այնքան է մեջը որ հիմա այս հաղթանակից ուզում է ավելի շատ մեր լարված վիճակն ավելի տևական դարձնել, բայց մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով, ասել է նա։ Ռուբեն Վարդանյանը կարևորում է բոլոր միջոցներով խնդրի բարձրաձայնումը, մյուսները եւս ունեն նույն հնարավորությունը։ Նյուզայեմի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ Ռուբեն Վարդանյանը իմ տեղեկություններով ունի նույն հնարավորությունները, ինչ մեր մյուս գերիներն ու քաղբանտարկյալները։ Պարզապես նա ընտանիքի հետ իրեն հասանելի հեռախոսազանգերն օգտագործում է իր խոսքը փոխանցելու համար։ Նմանատիպ իրավիճակներում յուրաքանչյուր ոք յուրովի է գործում։ Վարդանյանն ընտրել է այդ տարբերակը եւ ի սկզբանե պարզ էր, որ նա չի պատրաստվում լռել։ Նա կարևորում է բոլոր հնարավոր միջոցներով խնդրի բարձրաձայնումը եւ անգամ դրա համար դիմում է կյանքի համար վտանգավոր միջոցի, հացադուլի, նշել է Սահակյանը։ Վրաստանը միշտ աջակցել է իր հարևանների Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին եւ մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ճանապարհը եւ հայտարարել են խաղաղության պայմանագրի մասին, որը չափազանց կարեւոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Ելույթ ունենալով Նյու Դելիում Ռայսինգի երկխոսություն 2025 միջազգային համաժողովում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակաբո Ճորիշվիլին։ Նախարարը շեշտել է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի հիմնական գործընկերներն են եւ այդ համագործակցությունը կարեւոր է տարածաշրջանի զարգացման համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրող այլ երկրներ զինվորական մեծաքանակ զորախումբ չեն ուղարկելու։ Փոխարենն այդ երկրները կարող են տեղակայել մի քանի հազար զինվորական առանց Ռուսաստանի թույլտվության։ Դա կարող է ենթադրել, որ յուրաքանչյուր երկիր տեղակայելու է մի քանի հազար զինվոր Ուկրաինայի կարևոր կետերում ուսումնական ծրագրեր իրականացնելու եւ մեր երկարաժամկետ աջակցությունը ցուցադրելու համար, նշել է Մակրոնը։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Եմենի ապստամբ հութիների Անսար Ալլահ շարժման հարձակումների հետևում իբր կանգնած է Իրանը։ Թրամփը հնարավոր է համարել, որ նրանց նոր հարձակումների դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը չի սահմանափակվի միայն ապստամբներին հարվածներով։ Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն։ Եմենում հաստատված հութիների չար ավազակների եւ հրոսակների կողմից իրականացված հարյուրավոր հարձակումները գալիս են Իրանից։ Հութիների ցանկացած հետագա հարձակում կամ պատասխանատու գործողություն մեծ ուժով կընդունվի, գրել է Թրամփը։ Տասնյակ մարդիկ են զոհվել Հյուսիսային Մակեդոնիայում դիսկոտեկում կայացած համերգի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով։ Առնվազն 60 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների հրդեհը բռնկվել է պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով։ Համերգին ներկա է եղել շուրջ 1500 մարդ։ Այս գործով մի քանի մարդ է բերման ենթարկվել։ Դատախազությունը հետաքննում է միջադեպը։
Ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված հայկական ավիաուղիներ ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այս մասին ասված է ավիաընկերության Facebook-յան էջում։ Բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը։ Նոր օդանավերի ձեռքբերումը կարևոր է ավիաընկերության զարգացման նոր ու հետաքրքիր ուղղությունների համար։ Փարիզի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում գտնվող Գիտ Լիրիկ թատրոնի շենքից վտարել է մի քանի 100 ներգաղթյալների, որոնք դեկտեմբերից զավթել են շենքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ձախ կուսակցությունների ակտիվիստներն ու կողմնակիցները միջամտել են իրավապահների գործողություններին։ Եղել են բախումներ, ոստիկանությունն արդյունքաբեր գազ է կիրառել, ներգաղթյալներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին պաշտոնում նշանակվելու առիթով։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս վերընթաց զարգացում ապրող երկկողմ հարաբերություններին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով եւ մեր կառավարությունների սերտ փոխգործակցության շնորհիվ մեզ կհաջողվի լիովին բացահայտել մեր երկրների երկկողմ օրակարգի առկա զգալի ներուժը, խորացնել ու ընդլայնել համագործակցությունը տնտեսական բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական եւ այլ ոլորտներում ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։ 7 տարի շարունակ դատարանների բեռնաթափման բարեփոխումներ են կատարում արդյունավետությունը, սակայն չի երևում, դատարանները շարունակում են գերծանրաբեռնված մնալ, կալանավորների թիվն էլ յուրաքանչյուր տարի ավելանում է։ Որոնք են կալանավայրերում, դատարաններում ծանրաբեռնվածության պատճառները։ Բողոքները գալիս են, որ գործերը երկար են քննվում, ողջամի ժամկետները չեն պահպանում եւ այլն, որ օղակում են ամենաշատ կարծրացած խնդիրները, այդ թվում այդ խնդիրները կարող են լինել միջդատական վարույթի շրջանակներում եւ դատական վարույթի շրջանակներում։ Հաջորդ տարբերակը դա կարգապահական վարույթների իրականացումն է։ Մենք որդեգրել ենք մոտեցում առ այն, որ օրինակ արդարադատության ուշացումը պետք է անհետևանք եւ անպատասխան չմնա։ Արդարադատության նախարարի ձևակերպմամբ ձգձգվող դատական եւ միջդատական վարույթներ էլ կան, որոնք օբյեկտիվ հիմնավորում եւ պատճառաբանություն են ներկայացնում, եւ այդ դեպքում ճիշտ չէ պատասխանատվության կիրառումը։ Կան այնպիսի դեպքեր, երբ այդ ուշացումներն այնպիսին են, որ չեն հիմնավորվում, օբյեկտիվորեն չեն հիմնավորվում որևէ հստակ պատճառաբանությամբ եւ մեր մոտեցումն այն է, որ այդ դեպքերում մենք իհարկե մեր միջնորդությունները պետք է պնդենք ակնկալիքով, որ նաեւ բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան արձագանք կտա նման տիպ իրավիճակներին։ 2021-ին քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, որի նպատակն էր այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ նվազեցնել կալանքները, որպես խափանման միջոց։ Այստեղ էլ օրենսդրական փոփոխությունը դրական արդյունք չտվեց։ Ցավոք սրտի այս պահին չունենք նման տենդենց, ունենք հակառակը, ունենք կալանքների աճ եւ ունենք նաեւ տնային կալանքների աճ։ Երևի 1600-ի կարգի կալանավոր ունենք, թիվը աճել է ավելի կալանավորների եւ զուգահեռաբար աճում է նաեւ այն անձանց թիվը, որոնց նկատմամբ խափանմիջոցը ընտրվում է տնային կալանքը կամ վարչական վերահսկողությունը։ Ինչ վիճակում են այսօր կալանավայրերում գտնվողները եւ ընդհանրապես ինչպիսին են բանտային պայմանները հանրապետությունում։ Գալյանն այստեղ էլ բարելավման շարունակական ընթացքի մասին է խոսում, նշելով, թե քրեակատարողականներում պահվող անձինք գոհ են, իսկ եթե կալանավորները բարեխիղճ պահվածք են ունենում, պատժից ազատման մեթոդներ են կիրառվում։ Այսուհետ ավելացված արժեքի հարկի դաշտում կաշխատեն նաև իրավաբանական, հաշվապահական, գլխամասային, գրասենյակային եւ աշխատուժով ապահովման գործունեություն ծավալողները։ Վահե Հովանիսյանն ասում է, աշխատուժի ապահովման գործունեության դեպքում էլ են չարաշահումներ լինում։ Դրանք չեզոքացնելու համար ժամանակավոր աշխատուժով ապահովող գործունեությունը եւս կտանեն ավելացված արժեքի հարկի դաշտ։ Սա հաճախ լինում է այն դեպքերում, երբ օրինակ մի արտասահմանյան կազմակերպություն ներդրող, որը դեռ Հայաստանում գործունեություն չի իրականացնում, իրան ժամանակավոր թիմ է պետք վարձել ինչ որ մի աշխատանք անելու համար, որպեսզի չգան այդ մարդկանց այսինքն քանի որ Հայաստանի հետ անծանոթ են, այդ մարդկանց գտնելու, վարձելու գործընթացների մեջ չմտնելու համար, օգտվում են այսպիսի ծառայություններից։ Չարաշահումների մասը ուրեմն փակելու համար մենք նաև աշխատուժով ապահովման ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը նույնպես ներառում ենք այս ծառայությունների ցանկում։ Միջմարզային, մարզային, ներմարզային փոխադրում իրականացնող ընկերությունները նույնպես ավելացված արժեքի հարկ կվճարեն։ Սա տեխնիկական փոփոխություն է, որովհետև նախկինում այս դասակարգչի մեջ, որի մեջ մտնում էր այս գործունեության տեսակը, դուրս էր եկել միկրո
ձեռնարկատիրության համակարգից, ուղղակի քանի որ սա դուրս է եկել այդ դասակարգից, հիմա առանձին ոնց որ նախկինում արգելված է եղել։ Հունվարի 1-ից փաստաբանական գործունեություն ծավալողները եւս հարկման ընդհանուր համակարգի մեջ են։ Փաստաբանների բարձրացրած բողոքներից մեկը անվճար խորհրդատվություն եւ ծառայություն մատուցելու վերաբերյալ էր։ Նոր օրենքը նախատեսում էր, որ նման ծառայությունների դեպքում էլ փաստաբանական գործունեություն իրականացնողը պետք է ավելացված արժեքի հարկ վճարի։ Արդեն հիմա ֆինանսների նախարարությունը հնարավորություն է տալիս փաստաբանական գործունեություն ծավալողներին իրենց վճարած ավելացված արժեքի հարկից 5%-ի չափ ծառայություններն անվճար իրականացնել։ Եթե այդ ծառայությունների նույն մասով սահմանված կարգով որոշված ԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱՀ վճարողների տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱՀ-ով հարկման բազայի 5%-ը։ Փաստացի այս նախագծով փոփոխությամբ հիմա իրենց 5%-ի չափով անվճար ծառայություններ մատուցելու քվոտա է տրվում։ Հունվարի 1-ից ծավալած գործունեության վրա փաստաբանների 5%-ի չափ անվճար խորհրդատվություն ու ծառայություն մատուցելը հետադարձ ուժ կունենա։ Դատապարտյալների ու բժիշկների միջև վստահություն չկա օմբուդսմենի հետ համակարծիք է քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի անդամը։ Հիշենք, քրեակատարողական բժշկության կենտրոնի կառավարումը գործադիր արդարադատության նախարարությունից փոխանցեց առողջապահական գերատեսչությանը աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով, սակայն հակառակ արդյունքն ունենք, առաջ ավելի լավ էին աշխատում, ասում է դիտորդը։ Որ արդեն տարիներ շարունակ ձևավորվել էր պրակտիկան, որ որոշ հարցեր հրատապ էին ստանում նաև անմիջապես քրեակատարողական ծառայության միջամտությամբ կամ թույլտվությամբ արդեն նշված պրակտիկայից կտրուկ անցումը առողջապահության նախարարության համակարգ եւ դատապարտյալների շրջանում է անհարմարություններ առաջացրել եւ դժգոհություններ եւ ինչու ոչ նաեւ բուժազնակազմի մոտ, որոնց մոտ արկա է արդեն համագործակցության խնդիր քրեակատարողական հիմնարկների հետ։ Ավելացել են նաև դատապարտյալների ահազանգերը համապատասխան դեղամիջոցները չեն ստանում։ Քրեակատարողական բժշկության կենտրոնի պաշտոնյան պարզաբանում է, վերջիններս ընդհանրապես պահանջում են ստանալ համապատասխան անվանումով դեղը, որը բժիշկն է նշանակում, մինչդեռ փոխարինիչները հենց օրենքի պահանջով են ձեռք բերում։ Տենդերը ներկայացվում է դեղ անունով, այսինքն ազդող նյութի անունով, ոչ թե կոնկրետ ֆիրմային անունով։ Չկա ազատազրկված անձ, որ դեղի ստանալու խնդիր ունենա։ Ուրիշ բան, որ մենք ունենք ազատազրկված անձինք, որ հրաժարվում են մեր կողմից տրված ջեներիկից, այսպես ասած, ուզում են հենց կոնկրետ ֆիրմային դեղը։ Ազատությունից զրկվածները պետության տված դեղամիջոցներից հրաժարվելու դեպքում իրավունք ունեն նաև սեփական միջոցներով համապատասխան դեղերը ձեռք բերել, սակայն պաշտոնական տվյալներով նրանց թիվը 10% էլ չի կազմում։ Միգուցե իր բժշկական գիտելիքներով չի ընկալում, որ դեղանյութը ամեն դեպքում նույնն է, ազդեցությունն էլ հավանաբար նույնն է։ Գոնե հիվանդանոցներին ուրեմն տրամադրվի այն ցանկը եւ այն դեղորայքի տեսականին, որը իրականում ՊՕԱԿ-ը ունի արկա պայմաններ, որպեսզի դատապարտյալին մոտ նույնպես այդ տարընկալումը չլինի։ ՊՕԱԿ-ը անընդհատ process է տենդերով գնումների անելու, ամեն գնումների գործընթացում նույն ազդողնյութով մեկ այլ դեղորայք կարող է մասնակցի մրցույթին ու մեկ այլ դեղորայք, մեկ այլ ֆիրմա հաղթի։ 8 քրեակատարողական հիմնարկում ի դեպ հեպատիտ C չկա, իսկ ընդհանուր առմամբ հիվանդությունների տարածումը եւ վիճակագրությունը ազատությունից զրկվածների պահման վայրերում բուժօգնության կազմակերպման պաշտոնյայի տեղեկացմամբ նույն պատկերն ունի, ինչ մեր հասարակությունում՝ սիրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ։ Դեղատնից 6 դեղ հետ է կանչել առողջապահական տեսչականը, դեղերի փորձագիտական կենտրոնն է ուսումնասիրել ու արձանագրել, խնդիրներ կան։ Դեղերի սերիաներին ուղեկցող եւ գրանցման հավաստագրերի իրավատիրոջ կողմից ներկայացված որակի հավաստագրերի համեմատական ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են բնօրինակի հետ անհամապատասխանություններ։ Առողջությանն էական վնաս չեն հասցնի այդ դեղերը, կառույցից են հավելում, նախարարությունից էլ պարզաբանում են տարածել, պնդում են, թե դրանք օգտագործած մարդիկ անհանգստանալու պատճառ ընդհանրապես չունեն, թե պետտեսչական օրինակ նաև հորդորել է չխմել դրանք։ Հետ կանչի որոշման հիմք հանդիսացող թերությունը որևէ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, քանի որ չի առնչվում դեղի որակին, անվտանգությանը եւ արդյունավետությանը։ Իրար հակասող հայտարարությունները առողջապահության ոլորտի փորձագետը քաոսային է որակում, իր բառերն են այն իրավիճակը, որն ունենք, անարդյունավետ աշխատանքի վկայություն է։ Սպառողը չի նայում, թե դեղորայքի սերիան որն է եւ այլը որն է, ինքը դեղի անունը հենց տեն սկսում է դա այդ տվյալ դեղը արդեն ոնց որ չօգտագործել, որովհետեւ պետական մարմինը նման բան է ասել։ Ուսումնասիրել իրենց կողմից նշված հիմքը
թե ինչ հիմքով են վերջիններս հետ կանչարել, իրենք իրավունք չունեին բացառապես այդ հիմքով հետ կանչանելու, որովհետև հետկանչի հետ կապված կարգում հստակ գրած է, թե որ հիմքերով կարան տվյալ դեղորայքը հետ կանչանել։ Դեղերը դեռևս տեղատանն են, թե դրանք արդեն հավաքել են, տեսչականը նորություն դեռ չի հաղորդում։ Մարտի 17-ին սպանություն է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Քանաքեր-Զեյթուն վարչական շրջանի Լեպսյուսի փողոցի 19 շենքի տարածքում գտնվող զրուցարանից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու։ Նրանցից մեկը մահացած է եղել, մյուսը վիրավոր է։ Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ ժամանել են նաև Երևանի քրեական վարչության ծառայողները, վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Տարածքը ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկներն են սահմանազատել։ Դեպքի վայրում հայտնաբերվել են առնանման հետքեր ու հագուստ։ Դեպքի վայրի համարյա մի քանի մետր այն կողմ դպրոց կա։ Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահներն էլ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները մասնակիցներին ու հանցագործության գործի առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն նշվում։ Մարտի 18-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Արտենի Արագածավան ճանապարհին փախվել են 24-ամյա Հակոբի Օփելը եւ 40-ամյա Էդուարդի Նիսանը։ Երկու վարորդներն ու Նիսանի 42-ամյա ուղևորուհի Քրիստինեն եւ 9-ամսական Մարլենը տեղում մահացել են։ Ժամանել էին ոստիկանության բարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները, փրկարար ծառայության Թալինի շերջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Բախումը եղել է ճակատային, ամենայն դեպս դա նախնական տեղեկություն է, քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք։ Մարտի 18-ին ողբերգական վթար է տեղի ունեցել նաև Արարատի մարզում։ Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Շկոդան ու ԳԱԶ 5310-ը։ Հարվածի հետևանքով վերջինն անցել է երկաթե արգելապատնեշի վրայով, հայտնվել Ձորակում, իսկ Շկոդան բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին։ 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Արարատ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարար ծառայության Արարատի շերջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Դեպքի վայրում զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վեդի քննչական բաժնի քննիչը, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարտի 17-ին Mitsubishi Pajero Ranch Park գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։ Ժամանել են փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Նրանք պարզել են, որ վարորդը 23-ամյա Սանա Սարխաչատրյանն է եղել։ Նա վթարից հետո տուն է գնացել, այնտեղ մեկնած Մասիսի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել։ Ի դեպ մեքենան պատկանում է 41-ամյա Լուսինեին։ Դեպքի փաստով բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Իմ տեղեկություններով նաև ավտոմեքենան պատկանում է ուրիշի, կին է սեփականատերը, իսկ վիրավորը վարորդը նրա մոտ է աշխատում անասնագոմում եւ ավտոմեքենան թե ինչ հանգամանքներում է հայտնվել նրա աշխատակցի մոտ, դա Արարատի մարզի գումարտակի բարեկները արդեն պարզում են։ Դարձյալ մարտի 17-ին 24-ամյա Արմենը Subaru-ով Իսակովի պողոտայում բախվել է երկաթե Էլեկտրասյանը, մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Նախնական տեղեկություններով վթարի պատճառը եղել է տեխնիկական խնդիրը։ Եվ Արաբկիրում Հովսեփ Էմին փողոցում տեղադրված աղբամանները ամբողջությամբ լցված են։ Քաղաքացիները ստիպված աղբը թողնում են աղբամանների մոտ։ Նաև գարշահոտություն է տիրում։ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության պատասխանատուներն ու Արաբկիրի թաղապետի ժամանակավոր պաշտոնակատարը արագ պետք է գործեն աղբահանությունը ճիշտ կազմակերպելու համար։ Եթե Արաբկիրի նախկին թաղապետեր
Ալբերտ Երիցյանի, Հրայր Անտոնյանի, Արամ Ազատյանի պաշտոնավարման տարիներին նման բան ականատես լիներ, նախ չէր լինի, որովհետև այդ 3 թաղապետերը անգամ գիշերով հետևում էին, որպեսզի աղբահանությունը որակով լինի։ Իսկ հիմա տեսնում եք, այս աղբը կարող է քամին բերի ու շպրտի այս հատվածում։